Սիրելիներս ողջույն բոլորին եւ իհարկե Մարի Գալուստիմ YouTube-յան տեսալիք բոլոր նրանց, ովքեր ինձ առաջին անգամ են տեսնում, ես Նադյան եմ։ Մի քանի օր է հանգստանում ենք գյուղում ու այսօր քանի դեռ օգտվում եմ հնարավորությունից, կարող եմ օգտվել հնարավորությունից ու երեխաներին պահող կա մամաս, որոշել եմ թողել մամայիս մոտ երեխաներին եւ գնալ Էջմիածին շատ սիրուն գործով ընթացքում ձեզ ցույց կտամ, թե ուր են գնալու ու ինչեր ունենք անելու։ Փորձում եմ գնալ Գայանե եկեղեցի այն ճանապարհով, որով գնացել եմ շատ վաղուց ու չգիտեմ հիմա այս ճանապարհը գործում է թե չէ, բայց փորձենք։ Իսկ այստեղ աչի վրա շատ սիրուն կոլորիտային սեղանատունը, որտեղ մարդիկ են նստած, ճաշում են, հնչում է շատ հաճելի երաժշտություն, չգիտեմ այս պահին դուք լսում եք դա թե չէ, բայց շատ սիրուն երաժշտություն է հնչում, առհասարակ այստեղ աղորոն շատ հանգստացնող է, շատ սիրուն է, ուղղակի քայլում ընթացքում նայում եմ ու տեսնում եմ, որ այդ ճանապարհով մարդիկ գնում են, հետևաբար կարծում եմ, որ ճանապարհը բաց է, գործում է, առաջ այստեղ ասենց շենք չկար բնականաբար, շատ քարուքանդ վիճակ էր, հիմա ինչ-որ շինություն է կառուցվում, ինչ-որ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, հեռվում երևում արդեն կադրում Գայանեն, Մայրաթորից դեպի Գայանե տանող ճանապարհին այսպիսի գերեզմանատուն կա։ Շատ երկար ինտերնետում փնտրել եմ տեղեկություն այս գերեզմանատան մասին, բոլոր սոցիալական հարթակներում, Google-ում, YouTube-ում, բոլոր հարթակներում փնտրել եմ որևէ տեղեկություն, բացարձակ ոչ մի տեղեկություն չկա այս գերեզմանատան մասին։ Առհասարակ իմ հիշողությամբ, երբ 1915 թվականին Եղեռնից Մազապուրց եղած մարդիկ մի կերպ հասել են Արևելյան Հայաստան ու այստեղ Հովհաննես Թումանյանն է իրենց օգնություն ցուցաբերել, Գայանեի եկեղեցու բակում հենց ստեղծվել են կացարաններ անօթևաններին օգնելու համար ու երբ մարդիկ մահանում էին տարբեր հիվանդություններից, արդեն սովամահությունից, հյուծված վիճակից, նրանց թաղում էին հենց Գայանեի ու Մայրաթորի բակում ու քանի որ ես չեմ հիշում, թե այդ տեղեկությունը ինձ որտեղից է հասել ու որքանով է ստույգ, հետևաբար չգիտեմ նաև արդյոք այս գերեզմանատունը հենց այդ գերեզմանատունն է, որովհետև Գայանեի եկեղեցու բակում եւս կա գերեզմանատուն, հենց Գայանեի եկեղեցու կողքին ու հնարավոր է, որ Եղեռնի ու Հովհաննես Թումանյանի ու այդ ամբողջ պատմության գերեզմանատունը հենց Գայանեի եկեղեցու կողքի գերեզմանատունն է, դրա համար որևէ ստույգ տեղեկություն չունեմ։ Եթե դուք ունեք ավելի հստակ տեղեկություն, կարող եք գրել մեկնաբանություններում, սիրով կկարդամ, դե իսկ սա արդեն հենց Գայանեի եկեղեցին է, ինչպես գիտեք, Գայանե Մայրապետը Հռիփսի Մեկույսի ու այլ կույսերի հետ միասին կայսրից հետապնդվելով Հռոմից փախնում հասնում է Հայաստան, բայց 301 թվականին Տրդատ հայոց թագավորի կողմից դատապարտվում է մահապատժի ու հենց այն վայրում, որտեղ ընկել է Գայանեն, կառուցվում է Գայանե մատուռը, հետագայում արդեն նաև Գայանե եկեղեցի։ Եկեղեցու ամեն քարը վկայում է նրա դարեր այստեղ կանգուն լինելու մասին։ Իհարկե ժամանակներ են եղել նաև, երբ եկեղեցին մնացել է լքված ու կիսավեր, բայց հետագայում վերակառուցվել է 1600-ական թվականներին, անգամ այստեղ ստորգետնյա ջրերի ջրահեռացման համակարգ է ստեղծվել, որպեսզի չվնասվի եկեղեցին ու այն շարունակում է մեզ գրավել իր խաղաղությամբ ու հանգստությամբ։ Իմ հարազատ Էջմիածնում արել եմ ինձ համար բացահայտում, որով ձեզ հետ չկիսվել ուղղակի չեմ կարող բոլոր իմ Էջմիածնեցի հետևորդների եւ հարակից շրջաններում ապրողների համար միասին
բացահայտելու ենք շատ սիրուն ֆոտոստուդիա, անպայման կիսվում եմ ձեզ հետ, որպեսզի եթե այս տարածքում եք ապրում, այցելեք ձեր փոքրիկների հետ, որովհետև շատ սիրուն ու տարբերվող զատիկի թեմատիկայով ֆոտոզոնաներ կան։ Հիմա հերթով ամբողջը ձեզ ցույց կտամ։ Զատիկի թեմայով առաջին ֆոտոզոնան, որը ձեզ ուզում եմ ցույց տալ, շատ սիրուն ու նուրբ բնական երանգների մեջ է։ Մի հատ այս նապաստակներին նայեք ու պատկերացրեք, թե ձեր փոքրիկները այստեղ ինչ սիրուն ու հիշվող նկարներ կարող են ունենալ։ Դուք գիտեք, թե ես ինչքան հաճախ եմ իմ երեխաներին տանում ֆոտոշութերի, որովհետև դրանք իրականում շատ հիշվող են ու հաստատ չարժի բաց թողնել այս հնարավորությունը։ Երեխաների հետ կարող եք գալ այստեղ։ Հիմա ես ձեզ ցույց կտամ նաև Զատիկի երկրորդ ֆոտոզոնան։ Սա էլ Զատիկի թեմայով երկրորդ տաղավար է, էլի շատ սիրուն, շատ գարնանային, շատ սիրուն նկարներ կարելի է այստեղ ստանալ։ Ու մինչ ձեզ ցույց կտամ հաջորդ տաղավարները, անպայման ուզում եմ ասել, որ ամբողջ ֆոտոստուդիան հագեցած է շատ լավ ու որակյալ տեխնիկայով, ինչը թույլ կտա ձեզ ավելի լավ որակի նկարներ ունենալ։ Տաղավար, որտեղ կարող եք ունենալ ոչ միայն ձեր երեխաների, այլև ձեր ծննդյան շատ հիշվող ու գեղեցիկ ֆոտոշութը։ Իդեպ այս գնդիկները ապակյա շատ եմ սիրում ու ֆոտոների մեջ շատ սիրուն էֆեկտ են տալիս։ Ստուդիայում կան նաև մի քանի տորթիկների մուլյաժներ, որոնք տրամադրվում են լիովին անվճար, այնպես որ հավելյալ ծախս չկանի ու ձեզ հետ նկարվելուց տորթիկ չեք բերի, որովհետև այստեղ սենց շատ սիրուն տորթիկ կարող եք գտնել։ Եվս մեկ շատ նուրբ ու էսթետիկ տաղավար, որը շատ եմ սիրել, պատկերացրեք այստեղ ինչ գեղեցիկ հոլովակներ կարող եք ստանալ, այս ջահերն էլ կարող եք վառել ու առհասարակ նկարահանման ընթացքում ամբողջ տեխնիկայից կարող եք օգտվել։ Նաև ունենք գենդեր փարթի փուչիկ։ Իհարկե այս պահին ինչ գույն է լցրած այս փուչիկի մեջ։ Կապույտ։ Բայց կարող ենք փուչիկի մեջ լցնել ձեր նախընտրելի գույնով փայլիկներ ու դուք պայթեցնեք տեղում։ Ու շատ սիրուն գենդեր փարթի հոլովակ եւ ֆոտոշութ ունենաք։ Սոֆիա, մի հատ կգաս այստեղ։ Դու էլ ես բլոգեր։ Իսկ ինչով ես զբաղվում։ Առհասարակ ինչ ոճի բլոգ ես վարում։ Ամենալավ բլոգերից։ Հա։ Իսկ ինչ ես ցույց տալիս քո բլոգում։ Օրինակ ասում եմ բարև ձեզ սիրելի հետևորդներ։ Օրինակ մենք ուրիշ տեղ ենք։ Ինչ-որ տեղ եք գնացել լավ, սիրուն, ցույց ես տալիս։ Սիրուն ցույց եմ տալիս։ Դե արի նստի այստեղ քեզ սիրուն նկարեմ։ Օրինակ հենց էս, շատ սիրուն ես։ Շատ լավն ես։ Ու անպայման ուզում եմ նշել, որ իրականում այստեղ շատ հավես ծառայություններ են մատուցվում, օրինակ առաջիկայում վերջին զանգ է, Այբենարանի հանդես է ու լիքը լավ առիթներ կան դպրոցի հետ կապված ու այստեղ կարող եք պատվիրել այսենց շատ սիրուն ու տարբերվող ֆոտոալբոմներ, կարծում եմ շատ գեղեցիկ է։ Օրինակ մեր ժամանակ, երբ մենք էինք դպրոցը ավարտում, սենց հավես բաներ չկային ու մենք ունեինք ստանդարտ վինետկաներ, իսկ այս ֆոտոալբոմը ինձ շատ դուր եկավ։ Այնպես որ աչքի տակ ունեցեք, հաշվի առեք։ Այստեղ արժեքները եւս շատ մատչելի են։ Իրականում էլի շատ հավես դեկորներ կան, որոնք այս պահին ցույց չեմ տալիս, որովհետև ամբողջը հավաքված չի, բայց սա ինչի համար եմ ցույց տալիս, ուզում եմ իմանաք, որ ցանկացած միտք, որը դուք կունենաք, կարող եք զանգահարել, պայմանավորվել, որոշել ու այստեղ հավաքել եւ ունենալ հենց ձեր սրտի նկարահանումը, այնպես որ Արմինեն ձեզ համար ամեն ինչ կկազմակերպի, տեսեք սենց սիրուն բարբի տուփիկ ունենք, որի մեջ մեր թիթիզիկ աղջիկները կարող են սիրուն նկարներ ունենալ։
Ֆոտոստուդիայում կան ոչ միայն արդեն հավաքված տաղավարներ, այլ նաև կան գլատկի ֆոներ տարբեր գույների, որովհետև շատ հաճախ ուղղակի պետք չի լինում օգտվել որևէ տաղավարից ու ուզում եք ինչ-որ գլատկի ֆոնի վրա սիրուն նկարներ ունենան, իմացեք, որ այստեղ նաև սենց հավես գլատկի ֆոներ կան։ Իդեպ բոլոր այս տաղավարներում ու գլատկի ֆոների վրա կարող եք օգտվել նաև լուսային էֆեկտներից ու ես արդեն մեկ անգամ նշեցի, թե այս ֆոտոստուդիայում ինչքան շատ լավ տեխնիկա կա ու քիչ առաջ իմացա, որ նաև շատ հավես լուսային էֆեկտներ կան ու այստեղ անպայման նկարներ կթողնեմ, դուք կտեսնեք, թե այդ լուսային էֆեկտների միջոցով ինչքան սիրուն ու տարբերվող նկարներ են ստացվում ուղղակի գլատկի ֆոների վրա։ Այնպես որ էջմիածնեցիներ ջան, հաշվի առեք, ես կթողնեմ անպայման հասցե, հեռախոսահամար, բոլոր կոնտակտային տվյալները, որպեսզի դուք կապվեք ու ձեր նախընտրած օրը ամրագրեք ու գաք սիրուն ֆոտոշութերի։ Ես դուրս եկա ստուդիայից, հիմա գնում եմ եղբորս խանութ, այստեղ ճանապարհին ինչ-որ լիքը սենց համովություններ վերցրի, որովհետև շատ սոված եմ ու եղբայրս էլ ասաց, որ ես ուրախ են խանութումա։ Չգիտեմ ինչպես կարող եմ բացատրել, թե որտեղ է գտնվում եղբորս խանութը, բայց եթե տարածքին ծանոթ եք, սենց սիրուն այգի կա ու հենց այգու անմիջապես կողքին գտնվում է, չէ, այս մթերայինը չի, այս է։ Եվ իմ եղբայրը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սել իր խանութը Style Teach-ը։ Ցույց եմ տալիս եղբորս խանութը ինչ կգտնեք այստեղ Style Teach-ում հեռախոսների պատյանների լայն տեսականի ինչ մոդել մտքներով է տանցնում, չէ լավ կատակարեցի ինչ մոդելը, բայց մի հատ նայեք էլի ինչքան շատ այն որ լիքը պատյաններ ունեն, ականջակալներ, դինամիկներ, այստեղ սենց մեծ դինամիկներ ունեն, հեռուստացույցի վահանակներ, իդեպ այստեղ նաև հեռախոսների նորոգում է իրականացվում, հեռախոսների էկրանների պաշտպանիչ շերտերի ամրացում, բրոնապատում, այս ինչա։ Բրոնապատում, հետևը։ Օ, հեռախոսների հետևը բրոնապատում է, սենց դեսի առաջին անգամ եմ սենց բան տեսնում։ Պատկերացնուք հեռախոսի հետևի կողմը կարող եք սենց բրոնապատում անել, ինքը համ կպաշտպանի կողքերն էլ, համ կպաշտպանի ձեր հեռախոսը, համ էլ պատյան չեք քաշի հեռախոսի վրա։ Ինչ կայֆն է, ինչ հավես է։ Էլ ինչ ցույց տամ, որ այստեղից կարող եք գնել սենց ականջակալներ, լարեր, ամենատարբեր ինչ մտքներով է տանցնում է։ Այս բրիլոկները իդեպ հենց իրանք են տպագրում ու դուք կարող եք ձեր ցանկացած գրությամբ, ցանկացած նկարով բրիլոկի սենց տպագրություն պատվիրել։ Շատ հավես է, ես մի հատ պատվիրելու եմ իմ ուզած նկարով գրությամբ։ Տեսեք այստեղ օրինակ Աննա, Կարիճ Աննա։ Բարև Աննա։ Տեսեք, սրանք բրիլոկներն է փայտից, որոնց վրա կարող եք պատվիրել ձեր ցանկացած գրությամբ եւ ցանկացած նկարով տպագրությունը, ինձ թվում է շատ լավ տարբերակ է, որ կարաք աչքի տակ ունենաք։ Այստեղ կան նաեւ լիցքավորիչ հեռախոսների ինչա լիցքավորվող լարեր, կոճեր, սենց շտատիվներ լույսերով, դե դինամիկները ես մեծ ցույց տվեցի, սրանք չգիտեմ ինչա, ինչ? Մոդուլատոր։
մոդուլյատոր։ Չգիտեմ, ես չեմ հասկանում, բայց եթե ձեզ հետաքրքիր է, դուք հաստատ մի անգամից կհասկանաք ինչ է։ Սենց խառը մարդկոցներ, մի խոսքով ամեն ինչ մտքներով, ինչ մանր մուներ բան մտքներով անցնում է, այստեղ կա։ Սենց դինամիկներ, փոքրիկ, սրանք ինչա, լույսեր է, տես ինչ լույս։ Հա, այս էլ։ Ջոյստիկներ, PlayStation-ի բաներ, այս ինչա։ Կլավիատուրա։ Այ, չլավն է։ Ինչ լավն է։ Շոտ հավես է։ Երեխեք, շոտ հավես խանութ է, շոտ։ Այսքան սենց, այս մանր մուներ, սենց պիտանի այսքան իրեր, ու նաև հեռախոսների վերանորոգում։ Հենց նոր իդեպ ախպերես իմ հեռախոսի վրա էլ մի հատ սենց էկրանին պաշտպանի չերտ քաշեց, որովհետև ես իմը վնասել էի։ Մի հատ էլ նայեմ իմ հեռախոսի համար պատյան կա, մի հատ էլ պատյան ցրեմ գնամ։ 16 Pro։ Եվ իրենց լոգոն Style Teach Mobile։ Այստեղ էլ էլի ամբողջ արկղը դինամիկներ։ Մինչ վլոգը ավարտելը ասեցի ձեզ համար մի հատ էլ unboxing անեմ, քանի որ ընդամենը մեկ փաթեթ ունենք, փաթեթը իմիջի ամուսնուս քույրիկի աղջկա համար ենք պատվիրել։ Ես իր հետ խոսեցի, ինքը դեռ հիվանդ էր, չէր կարող գալ վերցնել, ասեց unboxing արա, պես ամեն ինչ նորմալ է, նորմալ չի, որ հետո գամ վերցնեմ, ու հիմա միասին կբացենք, քանի որ ընդամենը մեկ փաթեթ է առանձին բնականաբար բոլովակ չի լինի, ու կներառեմ այս վլոգի մեջ։ Պատվիրել ենք պայուսակ, ոյ, ես արդեն տեսնում եմ, որ ամեն ինչ նորմալ է, շատ սիրուն պայուսակ է, մի հատ քիչ չի, մի հատ նայեք ինչ լավն է, սենց սիրուն, առնո հել ես կողմ, սենց սիրուն, սրտիկ բրիլոկ է, այս ինչա, թևնոց է, նայի, անգամ թևնոց է սենց սիրուն, նայի, ինչ լավն է, շղթաները շատ սիրուն, շատ որակյալ, ամեն ինչը, ամեն մի դետալը, մի վակյան տղես, մեջքի կողմը, սենց ներսում փայլիկներ կան լցրած, որ շարժում է, շոտ սիրուն է, տղես մի հատ հացեց նստի, սենց տրիդ է, ջրահարսա և այս պայուսակի հետ կա նաև մեկ այլ այսպիսի պայուսակ, որը կարող են օգտագործել օրինակ ֆիզկուլտուրայի հագուստները լցնեն մեջը, կամ անգամ կարելի է այս պայուսակը օգտագործել, չգիտեմ ինչ որ այգի գնալուց, ինչ որ տեղ գնալուց, ինքը շատ հարմար է հաստատ, շատ լավն է, ադանենք, ես այս պայուսակից ունեմ, ուղղակի մուք կապույտ է իմը, այո դու էլ այս պայուսակից ունես, մի հատ ցենց երկար կանթա, շատ լավն է, և ունենք նաև սենց ջրահարցով գրչատուփ, որ էլի սենց չոր, բավականին որակյալ, ներսի կողմը, սենց մատիկներ տնելու համար, ինչ կար մեջը,
աղ։ Այս դնում են, որ երկար ճանապարհ է գալիս, ընթացքում չփչանա, չխոնավանա, խոնավությունից է պաշտպանում այդ միջի բանը։ Շատ լավն է, այս պատվերից շատ գոհ ենք մենք։ Համոզված եմ, որ իրենք էլ շատ կհավանեն, որովհետև նկարներով տեսքը արդեն հավանել էին։ Մենակ թե մտածում էին, որ որակն էլ նույնը լինի։ Իդեպ ես իմ YouTube-յան ալիքում unboxing-ների վլոգներ շատ ունեմ առանձին, որ ընդհանուր sense մեծ փաթեթներ եմ պատվիրել ու այդ առանձին հոլովակ եմ հատկացրել այդ ամբողջ unboxing-ին։ Նաև մի անգամից ասեմ, թե որտեղից եմ պատվիրել, որովհետև մեկնաբանություններում հաճախ այդ հարցն է հնչում, պատվիրել եմ չինական Pinduoduo կայքից։ Այս վերջին ամիսների ընթացքում կարծեմ կայքը ունի մի անգամից առաքում դեպի Հայաստան, այսինքն հնարավոր է լինում կայքում գրանցվել հենց հայկական հասցեով ու պատվերներ անել հայկական հասցեով, բայց ես դրանից տեղյակ չեմ, որովհետև ես շարունակում եմ օգտվել փոխադրող ծառայությունից ու պատվերներս անում եմ փոխադրող ընկերության միջոցով։ Դրա համար չգիտեմ ոնց են անում, որ սենց հայկական հասցեներով են պատվերներ անում, կարծում եմ գնային առանձնապես փոփոխություն չի լինում, որովհետև մի անգամ փորձեցի հասցեները փոխեցի Հայաստանի հասցե ու այնտեղ գները ահագին թանկացավ, ինձ թվում է այդ նույնն է, ինչ Չինաստանի հասցեով պատվիրես ու այդ ավել գումարը տաս փոխադրող ընկերությանը։ Մի խոսքով այդպես Չգիտեմ, այս պատվերներից շատ գոհ եմ, եթե դուք եւս ուզում եք այդ չինական կայքերից պատվերներ անել ու ձեզ հետաքրքիր է մանրամասն թե ոնց է արվում այդ ամեն ինչը, կարող եք մեկնաբանություններում գրել, ես մի օր հատուկ առանձին մի հատ հոլովակ կնկարեմ, որտեղ մանրամասն 0-ից ցույց կտամ, թե ոնց գրանցվել այդ կայքերում, ոնց անել այդ պատվերները, իդեպ շատ ապահով է, այսքան ժամանակ որևէ խնդիր մենք որևէ պատվերի հետ չենք ունեցել ու նաև բոլոր գրեթե պատվերները գալիս են հիմնականում բավականին որակով։ Մի քանի անգամ ա եղել, որ այնքան էլ սենց նստի տղայից, որ այնքան էլ որակով ապրանքներ չեն եկել, բայց այդ եղել է այն ժամանակ, երբ որ ես պատվիրելուց առաջ սենց երկար չեմ ուսումնասիրել ապրանքը, մի անգամից խփել եմ, որ պատվեր անեմ ու տենց մի քիչ անորակ բան եմ պատվիրել, թե չէ հիմնականում, եթե նորմալ ուսումնասիրում ես պատվերն անելուց առաջ, նորմալ որակյալ ապրանք է գալիս։ Այդպես սիրելիներս կսպասեմ ձեր ակտիվ մեկնաբանություններին, կարող եք անպայման լայքել այս վլոգը, ներքևում մեկնաբանություն թողնել, որպեսզի ես էլ ավելի հաճախ վլոգներ նկարեմ։